կարդալով չեն հայրենասեր դառնում։ Մարդու մեջ էության մեջ պետք է լինի, եթե կենթանական աշխարհին նայում ենք, իր տարածքը պաշտպանելու բնազդ կա։ Մենք այդ բնազդը մեկ մարդու մեջ չեր կա, որովհետև մենք կենթանական աշխարհի ներկայացուցիչ ենք, էլի, բարձրակարգ։ Եվ պետք է այն անել, որ մարդը մտածի, որ լավ գյուղ, լավ հայրենիք ունենալու համար պետք է մի քիչ էլ տառապանքների բեռ վերցնես վրա։ Եթե դու մենակ մտածում ես վայելքի մասին, այդ դեպքում ստացվում է, որ Ֆրանսիան լավ երկիր է ապրելու, Ամերիկան հնարավորությունների երկիր է, եւ այլը, Հոլանդիան հանդարտ երկիր է։ Այդ ձև չպետք է մտածենք, մենք պետք է մտածենք, որ յուրաքանչյուրս ինչ հնարավոր է մեր ձեռից եկածը անենք, որպեսզի այս երկիրը դառնա այն երկիրը, ինչը իսկապես երազանքի երկիր պետք է լինի։ Ճանապարհին դուք մի հետաքրքիր դիտարկում արեցիք պատմության մասին, պատմությունը որպես գիտություն, որպես առարկա, ուզում եմ նաև ունկնդիրների համար ասեք, դժվար գործ է պատմություն դասավանդելը, ճիշտը, սխալը, մենք էլ պատմական շրջանում ենք ապրում, ինչ եք կարծում։ Ես այն կարծիքին եմ, որ պատմությունը կարելի ասել սուտ է, բայց անհրաժեշտ սուտ է, էլի, որովհետև գիտեք ինչ կա, հիմա հաճախ մտածում են, ասում են պետք է պատմություն իմանաս, որ հայրենասեր լինես, հիմա դե կարելի է կարծել, ասենք այն հին ժամանակներում ոչ մեկը գիրք չէր կարդում կամ գրքեր էլ չկային, բայց հայրենասեր էին, էլի, դա մի քիչ ուրիշ բան է։ Դուք ինձ ասացիք, որ դասավանդել եք խորհրդային տարիներին նաև հայ-ադրբեջանական դպրոցում, վերադառնալով նախորդ հարցին, պատմությունը վիճահարույց դրվագներ ունի, ընկալումների կողմենու, արդյոք այդ իմաստով դժվար չէր եւ ընթացքում էլ դժվար չի եղել վիճահարույց հանգամանքները, պատմության իրադարձությունները երեխաներին ներկայացնելու հարցում։ Հայ-ադրբեջանական դպրոցում ես հայկական սեկտորում եմ դասավանդել, բայց ադրբեջանցի ընկերներ էլ ունեի, որոնք ադրբեջանական դպրոցում էին դասավանդում, բնականաբար եթե մենք եղածի վրա ինչ-որ բաներ ավելացնում ենք, այդ ձևի ակեղծվում պատմությունը, նրանք չունեցածն են ստեղծում, այդ է, խնդրահարույցը այդ է, որ այդ մարդիկ պատմություն չունին, բայց հորինում են, էլի։ Ինչ-որ միտեղ հոգեբանորեն նրանց կարելի է հասկանալ, որովհետև նրանք ուզում են ցույց տան աշխարհին, որ իրանք կայացած ժողովուրդ են եւ հետո եղել է այդ թուրք-սելջուկյան մշակույթ, քաղաքակրթություն իրանց պատկերացմամբ եւ նույնիսկ հասել են ծայրահեղ բաների, օրինակ վերջերս լսեցի, որ ասում է Կրեմլի կառուցող ճարտարապետը ազգանունը եղել է Քերիմլի, ադրբեջանցի է եղել, ուղղակի ծիծաղահարություն, ճիշտ այնպես ինչպես ասենք ես որ ունեմ 1.67 հասակ, հանկարծ ներկայանամ ասեմ իմ հասակը 1.95 սանտիմետր է, դա արդեն ծաղր է դառնում, էլի, ես ինքս ակնհայտ փաստ է։ Նա կեցեւ է, բայց ասեմ այնուամենայնիվ ես ապրելով այդ սահմանամերձ գյուղում, նաև շփվելով ադրբեջանցիների հետ, ես այն կարծիքին եմ, որ ուսումնասիրելով մեր գյուղի պատմությունը եկել եմ այն եզրակացության, որ բոլոր ժամանակներում ադրբեջանցիները իրանց եկամտի աղբյուրներից մեկը հաշվել են հարևանների հաշվին ապրելը, թալանելը ավելի ճիշտ։ Եվ հատկապես անասնապահ ժողովուրդ լինելով, նրանք անասնապահության ոլորտում են այդ բաներն, գողություններ են արել։ Բայց վերջերս ես համոզվեցի այն բանում, որ այդ ապրանք տվողները եղել են մեր գյուղացի մարդիկ, այսինքն բերթամանցիներ են, որոնք համագործակցել են այդ ադրբեջանցիների հետ, անասնագողերի հետ։ Եվ հանձնել են, էլի, կովեր, ոչխարներ, այծեր եւ այլը։ Բայց ես այդպիսի դեպք չեմ հիշում եւ ոչ մեկն էլ մեր գյուղում չի կարող հիշել, որ ադրբեջանին գոնե մի ոչխար անցակացրել մեր կողմը, իրանցից անցկացրի մեր կողմը, այդպիսի բան չկա։ Այնպես որ Թշնամին մնում է թշնամի, բայց որոշ բաներ պետք է ուսումնասիրել օբյեկտիվ ձևով գնահատել եւ հետո մտածել ինչը կարող ենք մենք սովորել նաեւ թշնամիներից։ Հիշենք նաեւ պատմությունից, որ Պետրոս առաջինը, Պետրոս մեծը, երբ որ շվեդների դեմ պատերազմում մի քանի ճակատամարտերում պարտություն կրեց, նա ասավ շվեդները իմ ուսուցիչներն են։ Որովհետև այդ պարտություններից ինքը սկսեց եզրակացություններ անել, թե ինչն է պակասում, որ ռուսները կայանան հաղթանակեն։ Անհատական մակարդակում էլ, չէ՞, մեզ ավելի շատ վնաս տված մարդիկ կամ նեղացրած կամ ջղայնացրած մարդիկ, եթե վերլուծենք, օբյեկտիվ հայացքով վերլուծենք, կտեսնենք, որ այնուամենայնիվ դրանք ձախողումներ չեն, դրանք դասեր են։ Դասեր են, բայց ցավալիորեն մենք
պատմության դասերը չենք սովորում, կա հանրահայտ ասույթ այն մասին, որ պատմության դասը միակ դասն է, որը մարդիկ չեն սովորում։ Այսինքն դա դաս է, բայց ոչ մեկը չի սովորում այդ դասը։ Ցավոք։ Դրա համար էլ մենք ձախողումներ ունենում ենք ցավալիորեն, եւ ես պետք է ասեմ, որ ընդհանրապես մենք պետք է մտածենք ոչ թե նրա մասին, որ ադրբեջանցիները պետք է խելոքանան, քաղաքագիր դառնան, նրանց հետ մեր հարաբերությունները քաղաքակրթության հարթակ տեղափոխվի, այլ մենք պետք է սովորենք ապրել այն միջավայրում, որը կա։ Օրինակ շատ հաղորդումներ եմ ես դիտել, մարդիկ կան միայնակ գնում են Աֆրիկան այդ հայտնի արքելանոցները եւ առյուծների միջին ապրում են։ Այսինքն նրանք սովորում են ոնց կարելի է առյուծների մեջ ապրել իրեն անվնաս պահելով։ Այսինքն նրանց բարքերը, սովորույթները եւ այլը ամեն ինչ ուսումնասիրում են եւ կարողանում են այնտեղ գոյատևել։ Դժվար բան եք ասում վիճահարույց, դուք ասացիք, որ Բերթավանը ձեր աշխարհի կենտրոնն է, ձեր հանգստավայրն է, ձեր կրկնակի գրավիտացիոն ուժով ձեզ պահող տարածքն է եւ որոշել եք անդրադառնալ Բերթավանի պատմությանը, գիրք եք գրում, ընդհանրապես գյուղի մասին ասեք եւ ձեր այս նախաձեռնության եւ որ փուլում եք։ Ասեմ, որ նախաձեռնությունը նախ ասեմ ինձանից չի ծնվել այդ նախաձեռնությունը։ Ես այստեղ ազգագրության, հնագիտության ազգագրության ինստիտուտում ընկեր ունեմ, ինքը ազգագրության բաժնի վարիչն է, իմ կուրսեցին, ինքը ասում էր Սերգյուղի մասին գիրք գրի, ես էլ սկզբից հրաժարվում էի մտածելով, որ դա իմ ուսերով չի, որ այդ բեռը ես չեմ կարող տանեմ պատվով։ Հա, դե գիրքը բոլորն ուզում են գիրք գրեն, բայց ես մտածեցի, որ դա իմ ուսերով չի, ու հետո փորձեցի ներգրավել երիտասարդների կարող ուժեր, որոնք կնախաձեռնեն գրել այդ գիրքը եւ հետո ժամանակ շատ ունեն էլի խորանալու եւ այլ։ Բայց վերջում պարզվեց, որ դրանք հրաժարվում են, որովհետեւ դա եկամտաբեր գործ չի, իմիք բոլորը երիտասարդները մտածում են ինչ-որ վաստակի մասին։ Այս ընկերս էլ կատակով ասաց. «Արա Սամսոն, դու էլ մեռնելու ես, այդ գիրքը գրող չի լինելու»։ Սկսիր։ Հետո սկսեցի հիմա ասեմ, որ կազմել եմ տոհմածառերը խոսվածքի բառարան մոտ 5000-ից ավել բառերով եւ այլ։ Չխոսեցիք բարբառով, հիշեցի, չխոսեցիք, ոչ մի բան չպատմեցիք բարբառով։ Ասեմ, որ այդ բարբառից մենք ահագին հեռացել ենք։ Ես հիմա ասենք անընդհատ աշակերտների հետ շփվելով այդ լեզվով չեմ խոսել, բայց ասենք պահի տակ մեկ էլ տեսնում ես ստացվում, սկսում ենք խոսել։ Օրինակ, ես կարա մենակ ոչ թե խոսիմ, այլ հետաքրքիր բառեր կա, որոնք մարդիկ իմաստը գիտեն, բայց չգիտեն որտեղից ածակել, ինչ այլ իտանշանակում։ Եկեք փորձ անենք եթերում վերջին հարցին, պատասխանեք բարբառով։ Դուք արդեն մոտենում եք ձեր կյանքի 8-րդ տասնամյակին, տարիք ինչպես եք զգում, ձեզ մեծ եք զգում, ծեր եք զգում, թե դեռ գործունյա եք։ Ասեմ, որ այսպիսի հայտնի ասույթ կա, ասում կան այնքան տարեկան են, որքան երևում են, իսկ տղամարդիկ այնքան ինչքան զգում են։ Ես հիմա դեռ 80 չեմ զգում, 80-ի մոտերքը չեմ զգում։ Բայց ասեմ, որ բարբառով ասեմ, հեչ վեճս չի, որ տարիքը արդեն մոտեցել է 80-ի սահմանագծին, հեչ պետքս չի, սաղ լավ ալելու, սաղ դպա լավն ալելու։